Կուզենամ լավ բարեկարգ Հայաստան ունենանք, մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան, որ կարողանան իրենց ապրուստը հայթայթեն, աշխատատեղեր էլի, որ ջահելները Ռուսաստան չգնան, որովհետև անկեղծ ասած իմ տղան շատ գնաց Ռուսաստաններ, հիմի ճիշտ է գործ ունի, բայց դե կա էլի մտավախություն, որ հանկարծ գործը չլինի գնա, աշխատատեղեր, խաղաղություն ամենակարևորը ու խելացի վարչապետ։ Թող լինի ազգասեր, խաղաղությունը պաշտպանվի, մեր երեխաները անհոգ մանկություն վայելեն։ Ժողովրդին տերկայնող պետք է ալի, ուրիշ որ չի բան, ժողովրդի մասին մտածող։ Որ ասեմ թռել ենք, չենք թռել։ Թոշակը կբավարարի, եթե կոմունալ ծախսերը չլինի։ Ամենամեծ ծախսը դա գազն ու լուսնն է, որ շատ թանկ է թոշակառուների վրա։ Խանութի թանկությունը մեզ մի կիլո պամիդոր չենք ուտի, կես կիլո կուտենք, բայց կոմունալ ծախսերը շատ է թանկ։ Թոշակառուկին եմ ասել ջան, ներկայությամբ, հա, ես մի դեղորայքի, ես իմ ինչ եթե ծկծկեմ, ես իմ ինչեր եմ ամեն դեպքում գնում ես մի հատ հարց ուտինում ես, ես չկա, ինչ չկա, բայց կա, բայց ասում են չկա, դեղի կես փող ասմա տուր, կեսն են մենք բանում, դա ոնց կանի։ Խաղաղասեր, առաջի հերթին, հետո էլ ժողովրդի կողմից էլի ընտրված մարդ, ուժեղ մարդ, որ կարենանք մեր նպատակներին հասնենք, միջև հմի էլելա, բայց չենք կարեցել ոչ մի բանի հասնենք, բայց մի կխնդրենք, որ հասնենք ամեն ինչի։ Վարչապետը պիտի լի բանակում ծառայած, առաջի երկ բանակում ծառայած, շաշուգիժ չլի թոշակ ստացով։ Շաշուգիժը հասկացար, որ գժի դիպլոմ են անում բանակ չենք, հետնը թոշակ են ստանում։ Այդ կոմիսիան անցկացրեք նոր վարչապետ, եթե բանակում ծառայել չինչի է թեկնածություն դնում, եթե գժի դիպլոմ ունի ինչի է թոշակ ստանում, գիժը վարչապետ կլի, կամ իր հարազատներից, իր երեխեքը, երեխաները ման, ծառայել են, թե չեն ծառայել։ Դուք մասնակցելու եք ընտրություններին, ունեք նախընտրած թեկնածու։ Չունեմ, բայց կմասնակցենք էլի, կմասնակցենք։ Եթե մի խելքը գլխին մարդը լի կընտրենք։ Հզոր ղեկավար ազես, հզոր։ Թուրքին մի լավ ջարդ տալա, այդ է։ Որ առաջընթաց նկատվի մեր ժողովրդի համար։ Ոչ թե ասի, եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին պետք է կռվի։ Ես հիմա կանջով լսած եմ ասած։ Մեկ էլ մի բան հաշվի առած, որ ցեղասպանություն էր, բոլորն ուզում էին ճանաչեին, բայց այդ անվավ էր համարեցին։ Կամ մեր արած բանևիցը հաներ։ Հիմիկ էլ ստիպեմ ա, որ սահմանադրություն փոխի, նա ում է, որ սահմանադրություն փոխի։ Խաղաղ երկիր ունի, մեր երիտասարդները, մենք լավա տեսել ենք ազիջան, սովետի օրոք։ Խաղաղ լինի, մեր սերունդը, աճող սերունդը, լավ երկիր տեսնել է։ Մասնակցելու եք ընտրություններին։ Բա ոնց, անպատճառ։ Ունեք դուք նախընտրած թեկնածու։ Դե չունենք ասեց, որը կգա բարին հետը, կիմանանք որը որից հետո։ Ստեփանավանի համար ինչ խնդիրներ կառաջնացնեք դուք։ Հայ փողոցները, այս մեր հայաթի ասֆալտը, որ պատրաստեն, շատ լավ կլինի։ Այս կեղտոտությունը, այս թափածը, այս փողոցների կեղտը, ինչը, ամեն ինչը։ Իսկ Փաշինյանը ինչպես աշխատեց այս 8 տարվա ընթացքում։ Ես չեմ ուզում Փաշինյանի մասին ոչինչ խոսամ, ազիջան, կներեք։ Ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Շատ խնդիրներ կա։ Կթվարկեք մի քանիսը։ Անվտանգությունը դա առաջի հերթին է, ու մնացածը նա է, որ ժողովրդին մի քիչ ավելի լավն է։ Այսօրվա դրության ասում են, այն ալեցինք, ես էլ հարկ եմ տալի դրա համար, որ անում եք։ Այսինքն իմ փողով իմ շենքն եք սարքում, իմ դպրոցն եք սարքում եւ այլն։ Հետո ծերին ավելի լավ վերաբերմունք է պետք։ Աշխատատեղը ավելի կարևոր է։ Անվտանգություն ամենակարևորը, մարդու իրավունքները։ Նման մարդ է պետք, որ այսինքն ժողովրդին հաճելի լինի։ Իսկ Փաշինյանի կառավարման տարիները ինչպես է գնահատում։ Բայց շատ բաներ կորցրեցինք, ասենք ու կա բարերարում կա, որ ասենք չկա, կա, տարածքային կորուստներ շատ ունենք։
ոչ մի խոսք։ Եվ այդ համատեքստում ինչքանով է ձեզ համար հասկանալի Փաշինյանի այն լոզունգը, որ եթե ինքը չընտրվի, պատերազմներ լինելու։ Չդանթունելի է, ով ուզում ալնի, չլինի Փաշինյանը, չլինի ով ուզում ալնի, ով ուզում ալ անընդունելի է։ Այսինքն եթե ես ինձ վրա ասեմ, եթե ես չլնեմ, այսինքն մարդը չի ապրելու, ոնց կարող է այդպես բան լինի։ Իհարկե վիրավորական է, իհարկե անընդունելի է։ Այսինքն ինչ։ Ես չլնեմ, մարդ չապրի, նորից եմ ասում, չէ, դա տենց բան չի կարող լինի, դա անընդունելի է։ Ես չեմ ընդունում դա։ Վերաբնակեցման մասին ինչ արձագանք ունեք։ Թուրքերի հետ ես չեմ ապրի, անձամբ ես չեմ ապրի։ Որովհետև ես եմ տեսել պատերազմը 90-ական թվականներին, եղել եմ պատերազմի մասնակից, այն որ կա մեր մեջ ենքենը, այն ողը, այն որ թշնամանքը, դա կա։ Իսկ պետք է զգուշավոր լինենք ադրբեջանցիների հետ։ 15 թվականից մեր ազգը կոտորվել է թուրքի ձեռքով։ Դրա համար մենք միշտ պետք է զգոն լինենք, ուշադիր լինենք։ Չի կարելի ինչքան թշնամին բարեկամություն ուզենա անի իրան ներքին նոզողքի ինքը պաշտպանում է արմատախիլ չի մաքրվում մաքուր չեն լինում մարդու հանդեպ հիշաչար են լինում Երկարաժամկետ խաղաղության երաշխիք կա Որելի լավ կլի մեր ջալ երեխեքը իզուրտեղը չեն տանջվի որելի Դեմի սկանում ես նա ուրիշ ասեմ ստեղ ուրիշ են ասեմ Նա ուրիշ բան ուզում են, մեկը խաղաղություն չի ուզում են մի պրեզիդենտը։ Շատ բան են ասում իրանք, բայց ոնց։ Ունենք դարերի պատմություն, ոնց կլինի որ դա իրանցն է։ Ադրբեջանն էլ մերն է, չէ՞ որ։ Մենք այնքան տարածքներ ունենք, բայց մերը չի։ Ծովից Հայաստան ա եղել։ Ուր է։ Մենք ինչ կանք հիմա այս պահին էս կանք։ Իսկ այս եղածը պահելու համար գոնե ինչ ա։ Հզոր ղեկավար, լավ ղեկավար, որ թույլ չլինի, ասածը արվի, ամենակարևոր բանը դա է, մարդ իր խոսքից հետ նահանջ չի ունենալու, որ կարենանք ինչ-որ մի բանի հասնենք, գոյնե սենց պահենք, այսենց, գոյնե սենց, այսինքն որ երանի չտանք ասենք այն ժամանակ էլ էր լավ։ Երկարաժամկետ խաղաղությունը և կարճաժամկետ խաղաղությունը դա թռուցիկ չի, խաղաղությունը դա ստիպողական է, պետք է ստիպես, որ դիմացինդ քո հետ խաղաղ է, խնդրելով չի խաղաղություն, պարտադրելով, ու պատմության մեջ միշտ էլ խաղաղությունները, պայմանագրերը, բանակցությունները պարտադրելով են արել, ոչ թե խնդրելով, աղաչելով։ Մենք աղաչանքով ենք հանդես գալի, աղաչելով խաղաղություն չի լինի։ Մեր ցավոր արևելքն ու հարավային Կովկասը պատմության մեջ եղել են ժողովուրդների մսաղած, այդպես է շարունակվում։ Մենք այս գիշատիչ պետությունների արանքին մենք որ կարում ենք հազվադիպ յոլա ենք գնում։ Դրա պետք է հզորանանք, բայց դե մենք չենք կարող հզորանանք, որովհետև չունենք այն, որ պետք է ունենանք։ Ինչ չունենք։ Նավ չունենք, գազ չունենք, չգիտեմ ինչ չունենք եւ ամենակարևորը մեկից նկատմամբ հարգանք չունենք։ Ուզում եմ խաղաղությունը լինի։ Արդեն մի անգամ պատերազմ տեսել եմ, որովհետև թորս մասնակցել է 44 օրյային, հիմա էլ մյուս թորսը ծառայության մեջ երբեք չեմ ուզենա պատերազմ լինի։ Դա Աստված խաղաղություն լինի, ով էլ որ նստի վարչապետ կարողանա իմի բերի էլի խաղաղություն։